Գյումրիում շուրջ 6 ամիս առաջ սկսված կառավարման ճգնաժամը հաղթահարվեց այսօր նորընտիր ավագանին առաջին նիստում որոշեց Գյումրու քաղաքապետի աթոռին կվերադառնա քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը։ Աջակիցների հսկա բանակով է քաղաքապետարան վերադառնում Վարդան Ղուկասյանը։ Ավագանու նիստի շտապող առաջին ուժն է Կոմկուսը։ 13 տարի ոնց որ կառուցել եմ, առաջի անգամ ոտք եմ դնում։ Օրնվի այս սհաթը չի թաքցնում ուրախությունը Ղուկասյանի նախկին, ապագա գործընկերը։ Ղուկասյան ջան, ջանից մեռնի, մենք էլ Ղուկասյան ջան, ցավը տանի։ Նորընտիր ավագանին արագ հավաքվում է։ Նիստը սկսում է վարել տարիքով ամենաավագը Վարդան Ղուկասյանը։ Նիստը հայտարարում եմ բացված։ Օրակարգի առանցքային հարցը քաղաքապետի ընտրությունն է, մինչև դա Ղուկասյանն առաջարկում է աղոթել։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Աղոթքից հետո մեկ անգամ էլ է դահլիճը ոտքի կանգնում, հնչում է Գյումրիի օրհներգը։ Իսահակյանի հայտնի տողերից հետո Թումանյանին է հիշում Վարդան Ղուկասյանը։ Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխանամեքին, խապան, խոպան ու անպտուղ անցավ առանց արցում։ Ոչ թե հրապարակ, այլ ամբիոնի մոտ է հրավիրում խմբակցությունների ներկայացուցիչներին քաղաքապետի ընտրության հարցում դիրքորոշումները լսելու համար։ Ընդդիմադիր 4 ուժերից միայն Կոմկուսն է քաղաքապետի թեկնածու առաջադրում։ Մյուսները հայտարարում են Ղուկասյանի օգտին քվեարկելու մասին։ Հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին եւ այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, որովհետև վստահորեն պնդում ենք, որ դա է պահանջում այսօր պետության առավելագույն շահը։ Մենք թեկնածու չենք առաջադրում եւ պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական թեկնածուին։ Հաճելի։ Վարդան Ղուկասյանն ավագանու առաջին նիստում քաղաքապետ է ընտրվում միաձայն, նիստին ներկա ավագանու 18 անդամներից 18-ն էլ քվեարկում են Ղուկասյանի օգտին։ Վարդան Ղուկասյանի թեկնածությանը 0 դեմ։ Քաղաքապետարանը նորից գյումրեցիների հերանց տունը դարձնելու խոստում է տալիս գյումրեցիներին Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ ստանձնելով հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը։ Մինչև իմ գալը 99 թվականին քաղաքապետարանի եւ ժողովրդի մեջ անդունդ էր առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանց տուն։ Գյումրու քաղաքապետարանը դարել էր ժողովրդի հերանց տունը։ Ճարահատյալ, ես չգիտեմ, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետից մոտ։ Ուրեմն գալիս էին քաղաքապետարան։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ։ Միասնական ընդդիմությունը տապալում է Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, արձանագրում է խորհրդարանական ընդդիմությունը Ղուկասյանի ընտրվելուց հետո։ Եվ սա հրաշալի օրինակ է։ Հրաշալի օրինակ է Հայաստանի Հանրապետության համար։ Ոնց կարա միասնական ընդդիմությունը ջախջախի տապալի գետնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոյկոտել է Գյումրիի ավագանու առաջին նիստն ու չի ներկայացել, բայց Facebook-ում է ստատուս գրել իրենց ծարիկը։ Ստեղծված իրավիճակում քաղաքի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է եւ անհրաժեշտ են նոր ընտրություններ։ Սարիկ Մինասյանի ձևակերպմամբ գյումրեցիներից խաբեությամբ են քվեներ կորզվել։ Որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն Եթե հանգարց իրենք ճիշտ չպահեց, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Թեկնածուները իրենց շատ ճիշտ դրսևորեցին եւ համերաշխությունը որդեգրեցին իրենց սկզբունք եւ մտածեցին, որ 30-ից հետո կա նորից օրեր, որ պետք է մենք իրար հետ քաղաքում տեսնենք եւ բարելենք։ Վարդան Ղուկասյանը բացառում է որևէ տեսակի վրեժխնդրություն։ Աղջիկան, դու իսկ փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք, հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում, ես այնքան ներողամիտ մարդ եմ, որ ես իրոք իդպես եմ, լինենք ձևական։ Պարոն Ղուկասյան, չունեմ, դիմակ չունեմ։ Բայց ձեր շրջապատը, ձեր շրջապատը, դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է։ Ուրեմն լավ իմացի, ես այնպիսի բնավորության տեր մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ, իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, ես տախ իմ նկատմամբ եմ խիստ։ Ղուկասյանը վստահեցնում է, որ քաղաքի կառավարման հարցում լսելու է բոլոր, նաև ավագանու կազմից դուրս մնացած քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների առաջարկները։ Դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է, այնպես որ ես այդպիսի բնավորություն չունեմ,
լսելու ունակություն ունեմ, 13 տարի հավանական է ոչ մի քաղաքապետ չի աշխատել եւ կոմունիստների ժամանակահատվածում եւ դրանից հետո։ Քաղաքական հենարան չունենալով, ասեմ ձեզ, քաղաքական հենարան չունենալով, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերը Աստված է։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել եւ մի բան հավաստել, որ պետք է լծվենք այս աշխատանքին, շատ ծանր աշխատանք է։ Առաջին որոշումները վերաբերելու են կադրային քաղաքականությանը, նաեւ Գյումրիի բյուջեն մեծացնելու ծրագրեր ունի նորընտիր քաղաքապետը։ Առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնազուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորիս ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Վարդան Ղուկասյանը կերտվի ապրիլի 19-ին, տիրոջ հարության օրը։ Ալբերտ Սերոբյան, Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։